Անաստաս Միկոյան 64 կոտորակ 5 հասցեի բնակիչները լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել են իրենց սոցիալ-կենցաղային ծանր վիճակին, շինարարության ավարտին ու սնանկության գործի ընթացքին։ Ամենահրատապ հարցերից մեկն այն են համարում, թե ինչպես է տվյալ շիննախագիծը ստացել համալիր պետական փորձաքննության դրական եզրակացություն, երբ ըստ բնակիչների կան բազմաթիվ իրավական ու տեխնիկական խախտումներ։ Պնդում են, թե վարչական դատարանի որոշման հիման վրա կադաստրը կասեցրել է սեփականության իրավունքի փոխանցումները, մինչդեռ նույն հողամասի վրա շինաշխատանքները շարունակվում են կեղծ նախագծով եւ անօրինական։ 20 օր է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 21 շենքի առաջի մուտքով դուրս գալը դարձել է կենաց մահու պայքար։ Երկրորդ հարկում պատի միջով անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս եւ երկրորդ հարկից հասնում առաջին հարկ, կուտակվելով բնակիչների հաշվառված էլեկտրահաշվիչների արկղի տակ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ջրի եւ հոսանքի հանդիպումը հնարավոր է բնակիչների համար ողբերգական ավարտ ունենա եւ բնակիչները մուտք մտնել դուրս գալուց հոսանքահարվեն։ Վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 18:40-ի սահմաններում բազում թաղամասում շինարարների փողոցում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա վարորդը Ford Transit մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Լոռու մարզի բնակիչ 21-ամյա աղջկան։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Նոյեմբերի 12-ին ժամը 14:05-ի դրությամբ էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Վարորդներին տվյալ հատվածում երթևեկելիս հորդորում ենք լինել ուշադիր, ասված է հաղորդագրությունում։ Դեպարտամենտից նշում են, որ հոսանքազրկման մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն։ Ժամը 15-ի դրությամբ էլեկտրամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։